Հանրության շրջանում առաջացած խուճապն ուղեկցվում էր «Ջնջում են մեր հիշողությունը ամեն քանդվող քարաշերտի հետ» դիտարկմամբ։ Հանրային դժգոհության ամենապարզ ու տեսանելի պատճառներից մեկը պայմանավորված էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկած աշխատանքների կազմակերպման ընթացքով։ Սկզբնական փուլում շինարարությունն իրականացվում էր անբարեկարգ պայմաններում, ժանգոտած մետաղական ձողերով։ Վերանորոգվող հատվածն անգամ չէր առանձնացվել փակ, անթափանց ծածկով։ Նախնական պայմանագրի համաձայն նախատեսվում էր քարերը ապամոնտաժել, համարակալել ու պահել, հետագայում նորից տեղադրելու մտադրությամբ։ Փոփոխված նախագծում, սակայն համարակալման պահանջը հանվել էր, հետո արդեն քարերը սկսեցին փշրվել, քանի որ կառուցապատողն էլ ըստ մասնագետների չուներ ռեստավրացիոն փորձ։ Մինչև 2026-ի ապրիլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատրաստ կլինի, ԿԳՄՍ նախարարն էր վստահեցնում։ Հուշահամալիրի աշխատանքների վերաբերյալ մանիպուլյացիաները ըստ Ժաննա Անդրեասյանի շատ էին ու անտեղի, որովհետև այն, ինչ արվել էր նյութերի հետ, տեխնոլոգիական առումով նորություն չէ։ Բազմաթիվ ու բազմապիսի հետազոտություններից հետո են միայն լուծումներ առաջարկել։ Անդրեասյանը ամեն շաբաթյա այցեր էր կատարում հուշահամալիր տեսնելու ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները։ Լուծումները առաջարկել են ոչ թե միանգամից, այդ լուծումները առաջարկվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, այդ թվում ուլտրաձայնային, ամենատարբեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը, դրանց փոխարինման հնարավորությունը։ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի հետ կապված դժգոհությունները հանդարտվելու միտում չունեն։ Կիսաքանդ սյուների լուսանկարների ուսումնասիրությունից հետո ճարտարապետները անիրատեսական էին համարում նախարարի նշած ժամկետները։ Նրանք փաստորեն ճիշտ էին։ Շինարարական ընկերության առաջ խնդիր է դրված ավարտել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները մինչև ապրիլի 24-ը։ Խոստանում էին կարվի հնարավորինը, սակայն ապրիլի 24-ին ավարտված է 12 մույթերից 3-ի վերանորոգումը միայն։ Ճարտարապետները նաև վստահեցնում էին հուշարձանի արտաքին տեսքը այլևս առաջվանը չի լինի։ Մեծ հաստ քարերը, որ կպատվեին շատ մոնոլիտ կերպով, ու եթե ասենք 1-2-ը ինչ որ վնասվել է, փաստորեն դրանց պատճառով ամբողջը օգեցին, ու դա իսկապես ափսոս է։ Ավելորդ շքեղություններ կրկին ասենք գումարներ դնել այդ ամբողջը ռեստավրացնելու համար, կարելի էր 1-2 բեկորի արադառնալ ընդամենը։ Ես ինքս դեմ եմ դրան։ Այնքան շատ են խնդիրները, այնքան շատ չենք հասնում ուղղակի այս աղետին Երևանում տեղի ունեցող հետևենք։ Մեծ վնաս է հասցված հուշարձանին։ Այդ 3 մույթը, երբ որ ավարտեն, բացեն, նոր պարզ կլինի, թե ինչ արեցին հետը։ Ժողովուրդը նոր կտեսնի։ Հեղինակային ամբողջ լուծումները աղավաղված են։ Երեսապատումը դա այն մեծ քարերը չեն, որ այնտեղ հսկա քարեր 90, 180, 40 սանտիմետր խոշոր գույբաներ էին բազալտի։ Հիմա բերելու են 10 սանտիմետրանոց կամ 7 սանտիմետրանոց քարեր, բայց այն խորքային, պատմամշակութային արժեքը, որը տրված էր այն նախկին քարերին, այլևս գոյություն չունի։ Հուշահամալիրի հիմնանորոգմանը 800 միլիոն դրամ է հատկացվել։ 8 ամիսը վերանորոգում են միայն անմար կրակը բոլորող հավերժության տաճարի 3 սյուները։ Նախագծի հեղինակի խոսքով Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման անհրաժեշտության մասին ինքնահազանգում է շուրջ 2 տարի։ Մտավախություն կար, որ չանելու դեպքում գուցե այլևս չստացվեր փրկել հուշարձանը։ Հիշում են, խնդիր է դրված ստեղծելու ոչ միայն հուշարձան, այլև համայն հայության համար ուխտատեղի։ Ամեն տարի 1968-ից ի վեր հարյուրավոր հայեր Հայաստանից ու Սփյուռքից գալիս են ոգեկոչելու հայոց անմեղ զոհերի հիշատակը։ Մրցույթ եղավ, մրցույթի նյութերը ներկայացրեցինք, ես եւ Թարխանյան Արտուրը, ճարտարապետ։ Մեզ համար անսպասել էր, երբ որ ժամկետին, մրցույթի հայտարարման ժամկետին իմացանք, որ մեր նախագիծը ստացել է շինարարության իրավունք։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրվանից ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շինարարական աղմուկն ու եռուզեռը կրկին կշարունակվի ու այն կրկին ուխտատեղիից կվերածվի շինհրապարակի մյուս մույթերը վերանորոգելու համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։